Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել պայմանագիր Միացյալ Զորախմբի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը իր երկրի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել է սկսել բանակցություններ Հայաստանի հետ։ Այդ զորախումբը հայ-ռուսական զորախումբն է, այսինքն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական զորախումբը եւ հայկական որոշակի ստորաբաժանումներ, որոնք ներգրաված են նաեւ այդ զորախմբի կազմի մեջ, որի հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Պայմանագրի համաձայն Միացյալ Զորախմբի հրամանատարին նշանակում է հայկական կողմը։ Զորախումբը նոր չի ստեղծվում, պարզապես թարմանում է իրավական հենքը։ Փաստաթղթի ժամկետը 5 տարի է հետագայում երկարացնելու հեռանկարով։ Ռուսաստանը իր բոլոր հետխորհրդային տարածքի դաշնակիցների հետ փորձում է նոր իրավական ինչ-որ հիմք ստեղծել անվտանգային եւ պաշտպանական ոլորտում։ Փաստաթղթում նշված է, որ ռազմական այս ստորաբաժանումը պետք է արձագանքի արտաքին ագրեսիային։ Բավականին լուրջ զսպող դեր Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ ուղղությամբ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, որտեղ նույն այդ զորախումբը կարա օգտագործվի կամ լուծի ռազմական խնդիրներ եւ հյուսիս-արևելյան եւ հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի սահմանի հետ մեկտեղ։ Ուշագրավ է, որ իրավական երկար հաճախ արարողակարգային գործընթացը ավարտին է հասնում Ադրբեջանում խոշոր զորավարժությունների օրերին։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։